Մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, թե նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, վստահեցնելով, որ նախարարության մասնագետներն այժմ աշխատում են դրա վրա, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 9-րդ ամիսն է սպասում է, որ նախարարությունը նիստ հրավիրի։ Պաշտոնյաներից, կուսակցական գործիչներից, քաղաքասարակության անդամներից բաղկացած խորհուրդը վերջին անգամ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի օրոք է նիստ անցկացրել 2024-ի սեպտեմբերին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն օրերս հայտարարել էր, որ ծրագրում է բարեփոխումների խորհրդին նիստ հրավիրել, չհստակեցնելով, թե երբ եւ ինչ օրակարգով։ Տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ շուրջ 2 տարի աշխատել էր բարեփոխումների խորհրդում, տեղյակ չէ, թե ով է հիմա գրում սահմանադրությունը։ Կարող է մի ամսում էլ պատրաստեն, բայց process-ը մասնակցային չէ։ Այսինքն այն ինչ որ մենք իրականացնում էինք, նկատի ունեմ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հետո սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որ հենց մասնագետներն են եւ որոնք աշխատում էին ներկայացնում էին տեքստեր, այդ մեխանիզմը չկա։ Դրա համար հիմա դե ֆակտո չի աշխատում խորհուրդը։ Սպասենք, թե ինչ տեքստ են ներկայացում եւ ովքեր են տեքստի հեղինակները ամենից կարեւորը։ Հանձնաժողովի մեկ այլ անդամ իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոնիսյանը մտադիր է ինքը նիստ պահանջել, ապահովելու գործընթացի թափանցիկությունը, երբ դեռ խորհուրդն էր աշխատում սահմանադրության տեքստի վրա, ոչ թե նախարարությունը, նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում։ Ակնհայտորեն խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ընթացքով չի այժմ ընթանում սահմանադրական ռեֆորմը, բայց ամեն դեպքում խորհուրդը ունի ինչ-որ լծակներ, բայց այդ լծակները ես չի ասի, որ շատ ուժեղ են։ Իոնիսյանը կարծում է իշխանությունները շտապում են նոր սահմանադրության նախագիծ ունենալ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Որպեսզի այդ նախագծի դեմ ձևավորվի կոնսերվատիվ ուժերի ընդդիմություն, իսկ կոնսերվատիվ ուժերը հիմնականում դա նախորդ իշխանությունների հետ կապված ուժերն են, որոնց ԿՊ-ն շատ հեշտությամբ է ընտրություններում հաղթում։ Սահմանադրական բարեփոխումների process-ից մեր ակնկալիքները այլ են, որի վերջո Հայաստանում լինի սահմանադրություն, որը ընդունված է ժողովրդի կողմից, որպեսզի այդ սահմանադրությունում իշխանությունների տարանջատումը լինի պատշաճ մակարդակի։ Անցած տարի իշխանությունը տապալեց խորհրդի անդամների առաջարկը վերացնել ազգային ժողովում կայուն մեծամասնություն ապահովող սահմանադրական դրույթը։ Հաջորդ տարվա ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ուժը կօգտվի այդ առավելությունից։ Քաղաքացիական պայմանագիրն ինքը քննադատել էր այս դրույթը, այն անվանելով սուպերվարչապետական։ Խորհրդարանական ընդդիմությունը, Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները ի սկզբանե բոյկոտել են խորհրդի աշխատանքը։ Այժմ կազմում ընդգրկված են արտախորհրդարանական 2՝ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունները։ Այն, որ նոր սահմանադրությունում իր կարծիքով չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, որտեղ կա հիշատակում Լեռնային Ղարաբաղի մասին, վարչապետն արդեն հայտարարել է, միաժամանակ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Նոր սահմանադրություն ընդունելու հարցը մեզ համար օրակարգում է եղել հեղափոխությունից անմիջապես հետո։ Արթուր Սաքունցն ասում է, սկզբունքային է բացառել Ադրբեջանի միջամտությունն այս գործին։ Արդեն կա սահմանադրական դատարանի որոշում, որը փաստում է, որ անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չի պարունակում, հետևաբար այս թեման պետք է փակվի։ Սահմանադրական ամփոփող հոդված ինքնիշխանության սկզբունքից ակնհայտ նահանջի վկայություն կլինի։ When Constitutional Court would decide that peace agreement isn't compliant with our constitution. Արդեն այս շաբաթ էլ վարչապետը հայտարարեց, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, եթե սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագիրը ճանաչի հակասահմանադրական։ This peace process and peace agreement must not be missed.